Նիկոլ Փաշինյան, որը հայտարարեցիր Հայաստանը չպետք է իր զիջի ինքնիշխանությունը անորակ ապրանքների դիմաց, լսիր ինձ կբացատրես օրինակ պոպոքը, ծառը, որ Եվրոմիությունից ավելի ծեր է, այդ ծառի որակը ոնց պետք է դառնա եվրոպական ստանդարտի։ Լսի ծիրանը, որ մեր մոտ աճել է, ես իմ անհիշելի ժամանակներից, այդ ծիրանը ոնց պետք է փոխվի դառնա, ոնց պետք է անես, պետք է գաս ծիրանի ծառի հետ խոսաս, որ ինքը սկսի ցանել, աճել կամ տալ եվրոպական ստանդարտների ապրանք։ Այս ինչ էշություն է, որ դուք խոսում եք։ Լսիր, եթե կա ինչ-որ մի պարարտանյութ կամ ինչ-որ մի պեստիցիդ, որը պետք է բացառվեր, դա քո գյուղ տնտես նախարարությունը կարող է ֆերմերներին ասել, տղեկ, էսիկ չեք լցնում, այս պաշկից եք սկսում լցնել, խառնել հետ, էլի ջրի, որ ջրեք օրինակ, այդ քիմիկատը։ Պարզ մի բան, չգիտեմ, արել եք, չեն արել, որն է տարբերությունը, բայց ես զգում եմ քո այս թեզը կներեք, տարածում են այն չիբուխչյանները, Ռուսաստանը սովոր է հայ արտադրողը ժեխը արտադրի տանի ծախի Ռուսաստան։ Լսի, նույն այդ ապրանքը համ Հայաստանում է ծախվում, համ բանում, Ռուսաստանում, էլի, նույն գյուղացու հետ կապ չունի, նույն քոլից են հավաքում։ Նույն եվրոպացին, ամերիկացին, տուրիստը գալիս են Հայաստան, ուտում են, հիացած են այդ որակով համից, չեն կշտանում, բայց այս պրոպագանդոնները կներեք, էլի, կանգնած, անորակա։ Այս նույնը սաղ Նիկոլի այդ Եվրոպամետ այդ բոլոր լրատվականները, բլոգերները անդադ նույնն են ասում։ Այն դիրիժորի խերախորոպի այդ աջակիցներ։ Սա նայել էր ամիսներ առաջ անընդհատ ասում էր, որ պետք է եվրոպական ստանդարտներին համապատասխանած։ Այս նույն թեզը նայել է տարածել, ոնց որ բոլորը մի մետաձիճկով խոսային։ Ինձ մի հատ բացատրեք այդ պոպոքը, ինչով է տարբերվում, որ այդ ծառը ցանվել է միջև Եվրոմիության ստեղծումը։ Միգուցե մեր մոտ ծիրանը երիտասարդ է ավելի, բայց այդ ծիրանը նույն այդ ծառի նույն այդ որակն է, որ եղել է 100 տարի առաջ, 500 տարի առաջ։ Ինչ եք փոխելու այդ ծիրանի մեջ կամ այդ ծաղիկը հոլանդական վարդը, որ Հոլանդիայից բերել են, սերմը, տեխնոլոգիան, ըստեղ ցանել են, հիմա հոլանդական վարդը Եվրոպան չի առնում։ Կամ նույն ելակը, լսեք, լավ էլ համով ելակներ կան։ Որն է խնդիրը, ինչի եք, լսեք, ձեզ պետք է տանել, շարել այսենց մի պատի տակ ու գնդակահարել։ Ես ընդդիմությունն էլ է, տեսեք, այս մարդկանց ողբերգությունը ես նայում եմ, էլի գյուղացիների այդ ֆերմերների, որ դրել են, վարկեր են վերցրել, մեծ պարտքերի տակ են ընկել, այդ ջերմոցները սարքել են ու հիմա այդ վարկային փոստն են ընկնելու, էլի պարտքերի տակ։ Իսկ այդ մարդկանց ողբերգությունը այսօր ընդդիմությունը սարքել է դրոշակ, Սամվել Կարապետյան, Քոչարյան, այդ մի խոսքով այդ ընդդիմադիր այդ բևերը իրանց մոտ հոլովակներ են, մենակ մոնտաժում դնում, մոնտաժում ու լցնում համացանց։ Տեսեք Նիկոլը ինչ վատն է։ Լսիր Սամվել Կարապետյան, էլի մա քեզ կհամեմատեմ այն բանի հետ, Գոդ Նիսանովի հետ, այդ ադրբեջանցու հետ։ Լսիր դու նրա խլենքին շարիկը չարժես, գիտես Սամվել Կարապետյան։ Նա ադրբեջանական պոմիդորի այդ խնդիրը որ բարձրացավ, շատ արագ այդ հարցը հարթեց։ Լսեք, համ ուղղաթիռ էին խփել, համ ռուս խաղաղապահներին էին սպանել։ Լսեք, ռուս այդ տեսանք ինչ արեցին Բաքվում, էլի նրանց այդ Russia Today-ն էր թե որներ այդ թղթակիցների հետ, ծեծեցին, ջարդեցին, ինչ արեցին, Ադրբեջանին ոչ մի սանկցիա չեղավ։ Աստեղ մի հատ փորնիկ ինչ որ էշ դուս է տալի իր նախընտրական այդ Քարոզարշավի շրջանակներում, որ գնալու է Եվրոպա։ Թատրոն է սա։ Ես համոզված եմ, հենց ռեֆերենդում եղավ Հայաստան, այդ ամեն ինչը լրիվ հոդես կցնդի։ Որտեղ Ռուսաստանի մահինա պահանջում են ռեֆերենդում անցկացնել։ Ուզում է ժողովուրդը գնա Եվրոպա, թե մնա Ռուսաստան, որ ժողովրդի կարծիքը լինի։ Ես միանշանակ համոզված եմ, լսեք, չի լինելու։ Այդ հիմարությունները, որ այսօր տարածվում է շատերը Սփյուռքից, այդ գործալակալական ցանցը չի կարող ազդի մարդկանց վրա, մարդիկ լավ էլ հասկանում են։ Հələ մի հատ գազի չեկը, որ մարդկանց բարձրացավ, դարավ գցենք 50,000-ի տեղը 100,000 դրամ կամ 160,000 դրամ, մարդիկ մի հատ դու դեմը, ու տես այդ մարդիկ կգնան։
Մի խոսքով դա առանձին թեմա է, որ դու Սամվել Կարապետյան այդ ադրբեջանցու խլենքի շարիկը չարժես։ Այդ մարդը ինձ շատ արագ հարթեց նույն ադրբեջանական ներմուծման այդ խնդիրները, հենց ադրբեջանական լոբին Ռուսաստանում։ Իսկ դու այսօր անգացես, ինչ ես անընդհատ ասում, տեսեք, եկեք ինձ ընտրեք, թե չէ ռուսը կգաց ես կներեք, կծծցնի։ Սա ճիշտ քաղաքականություն չի, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գնացեք, կանգնեք յուղացու կողքը։ Դուք շտաբեր ունեք ամեն տեղ էլ բացած, էլի։ Գնացեք հիմա կազմակերպեք այդ փչացող ապրանքը, որ ջերմոցներում կա։ Լցրեք գրուզավիկները բանը, տարեք լցրեք մարզպետարանների դիմաց։ Մոտակա մարզպետարանը որտեղ կա, որ ընդ այդ տարեք լցրեք նրանց դռների դիմաց։ Հավաքեք, բերեք լցրեք Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Վերցրեք տարեք լցրեք արտգործ նախարարության շենքի դիմաց։ Գյուղ նախարարության դիմաց լցրեք Երևան։ Կազմակերպեք, այլ ոչ թե այդ մարդկանց ողբերգության վրա, այդ դժբախտության վրա, որ այդ նստեք, գովա մոնտաժեք հոլովակներ ու ձեր էջերով տարածեք։ Տեսեք Նիկոլը ինչ վատնա։ Տեսեք ո ինչ օրինակ գցեք յուղացուն։ Սրանք իրար չեն գալի տեղից, սրանք գյուղացի լսիր։ Ես նայում եմ էլի մարդկանց այդ ֆերմերներին։ Լսեք, դուք ձեր համայնքում հավաքվեք, այդ թափելու ապրանքը տարեք լցեք մարզպետարանի դիմաց, որ հերո չքշեք Երևան հասցնեք, տարեք ձեր մարզպետարանի դեմը, ինչքան աղ կա տարեք լցրեք այդպես փչացած ապրանք։ Սա եվրոպական նույն բողոքի ձև է։ Այս նույնը եղել է համ Ֆրանսիայում, համ Գերմանիայում, հիմա ես չեմ հիշում, տարբեր երկրներում, որտեղ ինչ որ մի օրենք դուրս է եկել կամ ինչ որ մեկի, օրինակ կարծեմ բրազիլիական ապրանք էր պետքա մտներ Եվրոպա, եվրոպական ֆերմերը դուրը չեկավ, ասես դու իմ ապրանքը չես ծախելու, բրազիլիականն ես ծախելու, գնացին բունտեր արեցին։ Թրիքը ես տեսա էլի, թրիքը հավաքել էին, լցրել են ինչ որ մեքենայի մեջ, փչում են իրաց նախարարության շենքի վրա։ Թրիքը ֆերմաներից։ Նենց որ այդ դարեք ֆերմեր էլի վենու, մակարդակով արա, մակարդակով ֆերմեր դարեք, ոչ թե ձեր մարզպետը ասի ձեր ձայնը ստվեք սրան, գլուխները կախ, գնաք սրա համար խոզ մորթեք, Նիկոլի դեմը փռեք։ Մարզպետն է ասել, գյուղապետն է ասել։ Այս է մեր գյուղի վիճակը էլի։ Մի քիչ արա փոխվեք էլի։ Ես ասում եմ, գեղերում այնպես տեղեր կան, այս խորը անասուն գեղեր կան, որ գեղապետը հայտարարի առաջի գիշերվա օրենք, ասի անասուն ում հարսա գալի, պետքա բերես մի հատ ծոցս մցնես, հետո դու տանես։ Կհամաձայնվեն, արա այսպես անասուն գեղերել ունենք։ Նիկոլը գալու է ասում է, կդենաս խոսքը մորթես, կխորովես, դեմը կփռես։ Այ փռեցիք խոզերը, սեղաններով ընդունեցիք Նիկոլին, տեսեք ոնց քաքեց գլխներիդ։ Լավ էլ արեց։ Լավ էլ արեց, այս ամեն ինչ երևում էր, որ դուք ծաղիկները չճոգեցիք, հələ միջև այս ծաղիկների դեմը որ փակեց է Ռուսաստանը, որ հեսա ծիրանի դեմն էլա փակելու, գցենք պոմիդորի, կլուբնիկա, ինչ կա, ինչ տանում եք, այնտեղ ջերմուկա, կոնյակա, մի խոսքով ինչ գնում է, սոկա, պահածոյա։ Նիկոլի դեմը սեղաններ էի գցում։ Արեք, ոչ թե մենակ այդ տեսնում եմ դուք տարեք թափեք, տարեք լցրեք։ Ես հիմա մի քիչ կողքից փողով մարդ կանգնած լիներ ինչ որ ֆինանսով, կասեիք ինչ որ մարդկանց կխնդրեի, կգնային, կզբաղվեն, այդ գրուզավիկների հարցը կլուծեին, կգնային, կլցնեին, կառնեին, կբարձեիք, կտանեիք, բան կանեիք։ Հիմա կասեի ով ունի փչացող ապրանք, համարները տվեք, գրենք, կապնվենք, կազմակերպենք, գնանք այդքանը անենք։ Չունեմ ես այդ հնարավորություն, որ ասեմ, գցենք, այս բարձի այս գրուզավիկը ստեղ ընդեղ, որտեղ որ այդ ֆերմաները կան։ Արեք։ Սամվել Կարապետյան, արա, այնտեղ շտաբեր ունես, աշխատակիցներ ունես, նարդու կլուբա դարել սա ձեր շտաբերը, էլի, որտեղ մտնես, այն թզբեղչի մասսան նստած նարդի են գլորում, մեկ է բլոտի ֆեստիվալներ եք անցկացնում։ Հելեք այդ գործով զբաղվեք, հեյ, Տաշի ոչ թե նվնվա ասա, այն բոզի տղա երկիչներին տները նվիրեցի մի հատ չեկան իմ համեր բանին, ակցիաներին երկեն։ Այ, տես, քո մակարդակը սա է, ռեստորանային քյաբաբչու մակարդակ, փողը տամ երկիչը գա երկի։ Այ, արա, գնացեք ձեր այս բաներով, կանգնեք ձեր շտաբերով, այլ այդ գյուղացու կողքը։
կազմակերպեք այդ ամեն ինչը, բերեք լսեք այդ եվրոպական բաների դիմաց, դեսպանատների, հələ վերցրեք այդ կլուբնիկը, մտեք դեսպանատուն, ասեք, այ ղախպի ծնունդ, ֆրանսիացի ես, բելգիացի ես, գերմանացի ես, հələ կերես կլուբնիկի վատը որն է, որ չես ուզում առնես, քո լավի բերանը, արեք, հələ տեսեք դրա վատը որն է, արա, նույն տուրիստը գալիս է Հայաստան հետո, համից չի կշտանում, բայց լսում ես այն ղախպի տղա, կներեք, էլի ուրիշ ձև չկա, էլի առանց էմոցիա, չիբուղչաններին, որ լսում ես, ժեխա, ուտելու բան չի, ժեխ ամենակ հայը, հայկական ֆերմերները գյուղացիք մենակ ժեխ են ծանում, ժեխ են արտադրում ու ժեխ են ծախում, Հիմա ոչ չքրֆես, ինձ որ մեկը գրում է կուլտուրական խոսա, լսիր, այս մարդկանց հետ, այս երևույթը, հայրեն լեզուն չունի գեղեցիկ բառ, որ նկարագրես, էլի, այս տեսակը, ոնց նկարագրես, ոնց սերիկա ասես, սերիկա, սա սերիկայություն չի, սա այն պարտովի Պորնիկի բոզի վաստակությունը, պարտովի է, որ դոմփել է սաղ պորտը, իսկի չգիտի թե վաստակը, որ ծնվել է 6 աչքով, թե ումից է ծրտվել, այսա այդ ձևի կֆուրի արժան է, էլի այս պրոպագանդան, որ աշխատում է այսօր Նիկոլի կողքը, ու Նիկոլի օգնին, թատրոններ, ես դες սիրում եմ, ասենց է սիրում քո գյուղացուն, այ ղախպանք, ասում ես, ես անվորակ ապրանքը չեմ ապրանքի պատճառով Հայաստան ինքնիշխանություն չեմ զիջելու։ Այդ կոնեման տխմարների համար ես պատմեցի արայն իսլանդական ձկան պատմությունը, արա ձկան պատմությունը, տրիսկայի պատմությունը։ Բացեք գտեք իմ մոտ լսեք, թե արա այդ տրիսկայի համար իրա ձուկը Եվրոպան չէր ուզում առնել, սանկցիա դրեց։ Վազեց մի անգամից սովետական միությունը 50-ական թվերներ։ Իսլանդիա մի 200,000 բնակչությամբ երկիր է, որ մենակ ձուկներ իրան պահում, ուրիշ ոչ մի բան չուներ, գնաց կսեց սովետի վրա ծախի տրիսկան, ձուկը, ասեց բերում եմ նատոյի բազաները ռադանեմ, սովետական բազաներ բերեմ, թողեմ մոտս, արա մարդիկ դուք մի քիչ լսեք ձեր ժողովրդի մասին մտածեք, հերիքա ուրիշի թելը թելեք, այ պորնիկներ, այ քաղաքական անառակներ, Ինձ է որ գրում եք, ասում եք, մենակ խոսում եք, լսեիք, հիմա խոսում ենք, բայց այս ընտրություններից հետո, այս դաշտը պետքա մաղվի, դուք հիմա կտեսնեք, ոնց ձեզ խաբեցին, սարքեցին ֆանատիկ, սեկտանտ, ադեպտ, խելագար, ապուշ, լվացան ձեր ուղեղները, ամսի 8-ից հետո լրիվ պարզ կլինի, դուք կտեսնեք, ով ումը ծառայեց, Եղավ, դուք նայեք հիմա, տեսեք, նորմալ խոսացող մարդկանց, որ բացատրում են, ասում են, այ, մեր իմաստուն ազգ, սրանք բոլորը մեկ են, բոլորը, ծերից ծեր, սրանք ծերից ծեր պատկանում են մի կենտրոնի, աշխատում են մի, ոնց որ ղեկավարի կողմից, բոլորով, կա դրանց մեջ մի քանի ճուղ օրինակ նույնը սենց ձևական ընդդիմությունը, որ իրար հետ շատ լավ վարկերը իրար ջրում են, իրար համար տենդերներ բաժանում են, իրար մեջ էլի, ինչ են անում ընդեղ, պարգևավճարները հալալ ձևով մարսում են, ուտում են, ծախսում են, բայց իրար ընդդիմություն են խաղում էլի, սրանք լրիվ նույնն են, այս լրատվականներն էլ են աճացված իրանց կողմից, 99%-ը Այս բլոգերները, որ ընգած խոսում են, 99%-ը սաղ այդ բանի տակ են, ինչ որ մեկի գրպանի մեջ, ես շատ բան գիտեմ, շատ բանով եմ անցել, ես իրավունք չունեմ խոսամ, մարդկանց վստահությունը բան անեմ, էլի ես առանց իրանց գիտության, երբ որ դուք կհասկանաք, որ չկա, որ պետքա նոր, լրիվ նոր, անուններով էլ նոր լինեն, էլի, հները սաղ վարակված են, սրանք արդեն ինֆիցիրովանի են կոռուպցիայով, կաշառակերությամբ եւ բյուջետի գրանտներով, էլի, սրանք վարակված են, ծերից ծեր։ Այն արվամոլի անունը հերիքա գրեք, դրանք էլ հետը, տղեկ, դրանք էլ բոլորն էլ, դուք կտեսնեք ամսի 8-ից հետո, որ դարձել եք ֆանատիկ, որ հիվանդի ֆանատիկ։
սերամոլագարի։ Առայժմ